Դանիելյան, հրավիրեցին ձեզ քիչ առաջ ներս, ինչ ասաց։ Պաշտոնյաներից Կիրակոսյանն էր մոտեցել, Խուդինյանի չհաջողվեց հանդիպել, ճշտումներ ենք անում, ասում է, լրացուցիչ ձեզ կտեղեկացնենք, որևէ այլ բան այս պահին չենք կարող ձեզ ասել։ Ասում եմ մեքենան տանելու պատճառները չեն կարողանում ասեն, ինչքան ժամանակ եք պահելու չեն կարողանում ասեն, ինչ իրավական հիմքեր կա, որ տարել եք, չեն կարողանում ասեն, ոչ մի հարցի պատասխան չունեն։ Դες մարդկանցից ավելին չեմ էլ կարա պահանջեմ, որովհետև իրանք հրաման կատարող են։ Ողջամիտ ժամկետը երբ է Չեն կարողանում ասել, ասում է չգիտենք։ Ասում կարա դա որ մի օրենքով է, որ մարդուն ղեկի վրից իջացնում են, մեքենան տանում հատուկ պահպանող տարած։ Որն է այդ օրենքը։ Կարաք ասեք, այս օրենքի համաձայն, այս օրենքի համաձայն, այս օրենքի համաձայն։ Ասում է ճշտումներ են կատարում։ Ճշտումը որն է։ Ես կարամ ենթադրեմ, որ դա առևանգում է։ Մարդու մեքենան առևանգել եք։ Ես էլ ասում եմ, այդ իմ քաղաքական գնահատականն է։ Բարիս բուն իմաստով մարդու մեքենան առևանգել են։ Ես ուրիշ այդտեղ բացատրություն չեմ տեսնում։ Այն ժամանակ որ մայիսին մեքենաները տարան, մոտ 40 մեքենա էր, որ տարան, ամիսներով պահեցին, որևէ բացատրություն տվեցին, չեն տվել։ Մեկ իրավախախտում հայտնաբերեցին, չեն հայտնաբերել, բայց ամիսներով պահել են։ Փաստորեն հայ մարդը իրանց համար արժեք չի ներկայացնում, էլի։ Որ վարկյանին ուզեն յուրաքանչյուր մարդուն կարան ղեկից իջացնեն, մեքենան վերցրեն ամիսներով տանեն պահեն։ Ինչ ասում։ Փաստորեն մեր քաղաքացիները սպասեն, մինչև, այսպես ասած, երբ են ոստիկանական համակարգից բարեհաճում։ Ես իրանց փոխանցել եմ, իմ ուղերձները փոխանցել եմ, որ հայտնեն վերադաս մարմնին, Խուդինյանին եւ այլ պաշտոնյաներին, հիմա քիչ հետո փորձելու եմ նաեւ կապ հաստատել ՆԳՆ նախարարի հետ, ոստիկանապետի հետ, փոխոստիկանապետի հետ, այս հարցը ես ես չեմ թողելու։ Ինչքան էլ դռներ փակեն, ինչքան էլ այդ պարիսպների հետևը թաքնվեն, մեկը հայ մարդու չեն կարելու թաքնվեն։ Մեկը գալու է բոլորի պատասխանատվություն կրելու ժամանակը։ Բոլոր են մարդիկ, որոնք որ իրավախախտում կկատարեն, ու կմտածեն, որ հայ մարդուն կարան իր տան մեջ, իր մեքենայի մեջ նման կերպ վերաբերվել, այդ մարդիկ քրեական պատասխանատվության են ենթարկվելու։ Նիկոլը սաղին փուրն է տալու։ Սաղին սարքելու է, ուրեմն մեղավոր, սաղին սարքելու է հանցագործ։ Հետո չասեն հրաման են կատարել, հետո չփորձեն ասեն հրաման են կատարել։ Ապօրինի հրամանները չպետք է կատարվեն։ Իսկ սա ակնհայտ ապօրինի հրաման է։ Այս պահվածքն անընդունելի է։ Բան չունեմ ավելացնել։